Հայկական լավաշը աշխարհում հայտնի է իր յուրահատուկ համով եւ բույրով։ Լավաշը ոչ միայն մատուցում են տարատեսակ կերակուրների հետ, այլև նրանով պատրաստում տարբեր տեսակի համեղ խորտիկներ եւ նախուտեստներ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք լավաշով կարկանդակներ։ Տարբեր տեսակի միջուկներով։ Սկսենք առաջին միջուկից, կարտոֆիլից։ Այն հարկավոր է կտրատել եւ խաշել։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 3 կարտոֆիլ, 3 հատ կարտոֆիլ, լցնում ենք փոքր կաթսայի մեջ, մնացածն էլ կտրատենք, Գործը արագացնելու համար կարտոֆիլը մանր կտրատեցի, բայց այստեղ կա նաև երկրորդ գաղտնիքը, որովհետեւ կարտոֆիլը արագ եփվի, այն կհամեմեմ շաքարավազով։ Կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով։ Վրան լցնում ենք եռացրած ջուր։ Մինչ խաշվում է կարտոֆիլը, սոխեռած անենք։ Նախքան սոխը տապակել է, բուսայուղը առաջարկում եմ համեմել խոզապուխտով։ Անմիջապես հանենք, ինչը կարող է պետք գա։ Այսքանը բավական է կարծում եմ։ Մանր կտրատում ենք։ Մոտ 5 շերտ խոզապուխտ կտրատեցինք, տապակում ենք այն։ Եվ անցնում ենք գլուխ սոխին, 2 գլուխ սոխ կվերցնեմ միջին չափի և մանր կկտրատեմ։ Մյուս բաղադրիչը կծու պղպեղն է։ Հեռացնում ենք պտղակոթը, սերմերը չեմ մաքրի, թող կծու ստացվի։ Նրանք, ովքեր կծու չեն սիրում, այս քայլը կարող են բաց թողնել։
բայց ինչպես կարելի է չսիրել կծու։ Մանր կտրատում ենք։ Այժմ համեմենք, կհամեմեմ Մառանիկ ընկերության ծովի աղով, չորս պղպեղներով, հատիկ պղպեղներով, շաքարավազով, խառնելուց հետո կավելացնենք սխտոր, մանր կտրատած։ Կվերցնեմ երկու միջին չափի սխտորի բջիջ։ Ավելացնում ենք կանաչ բոլոր պահածոյացված։ Եվ համեմում ենք սպիտակ, կիսաանապակ գինով։ Սա մոտ 2 րոպե եփում ենք։ Տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը։ Շոփիքի օգնությամբ այսպես խրում ենք։ Եթե հեշտությամբ մտնում է, ուրեմն կարտոֆիլը եփվել է։ Տեսեք ինչ արագ ստացվեց այս գործը։ Քամում ենք։ Լցնում ենք հարմար ամանի մեջ և տրորում ենք։ Խյուսի ենք վերածում։ Քանի դեռ կարտոֆիլը տաք է, 2 կտոր կարագ կառաջարկեմ դնենք։ Սոխեռածը արդեն կարելի է անջատել։ Ավելացնում ենք նաև կաթի սերուցք։ Կաթի սերուցքը ավելի նրբահամ կդարձնի։ Անմիջապես կհամեմեմ մշկընկույզով։
Սոխառացի կեսը։ Մի րոպե։ Քեզ ազատագրենք, դու քո գործը արդեն արեցիր։ Սոխառացի կեսը լցնում ենք կարտոֆիլի վրա։ Մյուս կեսը կլցնենք երկրորդ խճողակի վրա։ Կասեմ ավելի ուշ, թե ինչից է երկրորդ խճողակը։ Եվ վերջինը, ինչ կուզենամ ավելացնել կարտոֆիլի հյուսին, դա թարմ սամիթն է։ Մանր կտրատում ենք և ավելացնում։ Եվս մեկ անգամ խառնենք։ Համտեսենք և հանգիստ թողնենք առաջին միջուկը։ Շատ ներփամ է դարձել։ Շատ համեղ է ստացվել։ Վերջ։ Այժմ անցնենք երկրորդ միջուկին։ Երկրորդ միջուկի համար առաջարկելու եմ հավի բդիկներ, ոսկրահան եղած և արդեն խաշած։ Օգտագործելու եմ նաև հենց այստեղ էլ կքամենք։ Օգտագործելու եմ նաև արգանակը։ Արգանակը ուղղակի կարկանդակների հետ կմատուցենք։ Այժմ մանրացնում ենք խաշած միսը։ Դու քո գործը արել ես, գնա այստեղից։ Արգանակը չմոռանաք, պետք է չթափեք։ Եվ ինչպես կարելի է թափել արգանակը։ Տարօրինակ բաներ եմ ասում։ Այստեղ ավելացնում ենք մնացած, կարելի ասել համեմունքը, սոխը, սխտորը, կանաչ ոլորը, բոլորը, մի խոսքով, բոլոր այն բաղադրիչները, որոնք տապակեցինք։ Դու մնա այստեղ, դու գնա։ Կավելացնեմ նաև թարմ կանաչներից մաղադանոս։ Խառնենք։ Դու էլ ես ազատ։ Եվ նախապատրաստենք պանիրը։ Այն հարկավոր է քերել։ Պանիրը կօգտագործենք 2 խճուղակների համար էլ։ Քերում ենք մեծ անցքերով։ Վերցրել եմ յուղոտ պինդ պանիր։ Կարծում բավական է։ Եթե պետք լինի, հետո կրկին կքերենք։ Սկսենք ձևավորել։
Ինձ հարկավոր է երկու հարթություն սրա վրա կձևավորեմ, սրա վրա կդնեմ արդեն ձևավորած կարկանդակները։ Լավաշի շերտերը նախորոք մշակել եմ, ձևել եմ։ Վերցնում ենք լավաշի շերտը, կարծում եմ կարելի է կրճատել։ Վրան քերած պանիր ենք շաղ տալիս։ Մի կողմից դնում ենք խճողակ, սկսենք կարտոֆիլով խճողակից։ Փոքրիկ գթալով ավելի հարմար կլինի։ Եվ փաթաթում ենք։ Նույն կերպ ձևավորում ենք, այսինքն փաթեթավորում ենք մնացած խճողակը։ Այս պահից երկու ճանապարհ ունենք։ Կարելի է կարկանդակները տապակել բուսայուղով, կարելի է վրան ձուկսել, քունջուտ շաղ տալ եւ ուղարկել ջեռոց։ Ես կանեմ երկրորդ տարբերակը։ Շարում ենք կարկանդակները։ Մարանիկ ընկերության քունջութը կանեմ կարտոֆիլի վրա, այսինքն կարտոֆիլով կարկանդակի վրա սպիտակ քունջութ, իսկ հավով կարկանդակի վրա կանեմ սև քունջութ։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան, կթողնենք կարկանդակները թեթև կարմրեն, որից հետո կմատուցենք տաք արգանակի հետ միասին։ Լավաշով կարկանդակներ։ Առաջին միջուկի համար կարտոֆիլ կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան շաքարավազ շաղ տալ, եռացրած ջուր լցնել, խաշել, բուսայուղ տաքացնել, մանր կտրատած խոզապուղ տապակել, մանր կտրատած գլուխ սոխ, կծու պղպեղ ավելացնել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, շաքարավազով, զանգվածին մանրացրած սխտոր, պահածոյացված կանաչ ոլոր ավելացնել, համեմել սպիտակ կիսաանապակ գինով, եփել 2 րոպե։ Կարտոֆիլը ջրքամել, կարագ դնել, տրորել, կաթի սերուցք լցնել, համեմել մշկընկույզով,
լցնել սոխեռածի կեսը, կտրատած սամիթ ավելացնել, լավ խառնել։ Երկրորդ միջուկի համար հավի խաշած անոսկոր բդիկները հանել արգանակից, մանրացնել, լցնել թասի մեջ, ավելացնել սոխեռածի մնացած կեսը, մանր կտրատած մաղադանոց լցնել եւ խառնել։ Պանիր քերել։ Լավաշի ուղղանկյուն շերտին քերած պանիր շաղտալ, մի եզրին խճողակ դնել, լավաշի եզրերը վրա բերել, գլան փաթաթել։ Կարկանդակները շարել ջեռոցի տապակի մեջ, վրան հարած ձուկ հսել, կարտոֆիլով կարկանդակների վրա սպիտակ քունջուտ, իսկ մսով կարկանդակների վրա սև քունջուտ շաղտալ։ Կարկանդակները 190 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել մինչև թեթև կարմրեն։ Մատուցել հավի տաք արգանակի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, բեկոն, սոյա սոուս, մանանեխ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։